կազմակերպչական առումով պատրաստ չլինենք։ Այսինքն բոլորին տրամադրվել է կապտան։ Իհարկե միանշանակ։ Պարոն Հովհաննիսյան, եթե երկրորդ ընթերցմամբ, երրորդ ընթերցմամբ օրենքը ընդունվի եւ նախագահ ստորագրի, այդ դեպքում ինչ է հնարավոր անել։ Ես մի անգամ արդեն ասել եմ ու չգիտեմ ինչի, հենց իմ խոսքերն էին եւ մամուլը տարածել է, ինչ որ դարել է կարգախոսի նման մի բան, որ մենք չենք թողի, որ օրենքը ընդունվի։ Օրենքը ընդունվի չենք թողի, որպեսզի այդ դպրոցները բացվեն։ Դպրոցները բացվեն, չենք թողի, որ այդ դպրոցները գործեն եւ կանենք ամեն բան, որ դրանք փակվեն։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հայերի, հայ երեխայի համար կներեք անպայման պիտի շեշտեմ խոսքը ազգային փոքրամասնություններին չի վերաբերում, որոնց իրենց լեզուն իմանալու իրավունքը մեզանից սրբազան է։ Հայ երեխան Հայաստանում սովորելու է հայերեն եւ սովորելու է լավ, իմանալու է լեզուներ, գիտություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Չի լինելու։ Ես դες ասում եմ, պնդում եմ եւ կրկնում եմ 1000-րդ անգամ։ Հայաստանում օտարալեզու դպրոց չի լինելու հայերի համար։ Շատ վստահ եք ներկայացնում այդ ամենը։ Եթե ես վստահ չլինեի, ես այնտեղ մարդիկ կան, որ թողել են ամեն ինչ իրենց ժամանակը, ասենք աշխատանքի հաշվին, իրենց ընտանիքը պահելու հաշվին եւ այլն, եւ մեր կողքին են, եւ միայն այդ վստահությունն է, որ մեզ հավաքել է միասին։ Ոչ քաղաքական համոզմունքներ, որտեղ այնտեղ շատ տարբեր են, ես չխորանամ, ոչ մի բան։ Միայն համոզմունքը, որ Հայաստանում օտարալեզու դպրոց չի լինելու։ Ձեր շարժման մասնակիցները աչքի են ընկնում քաղաքական տարբեր բևեռներ ներկայացնելով։ Չեք կարծում, որ հնարավոր է, որ քաղաքականացվի ձեր շարժումը, որը, ասենք, այս պարագայում դրականորեն չի ընկալվի։ Նման փորձեր կան տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Մենք չասեմ համագործակցում ենք, բայց շփման մեջ ենք տարբեր ուժերի հետ։ Մեր ժամանակին հանրապետականի հետ ենք շփման եղել, երբ որ համոզում ենք, որ այս չհասցնեն մինչև այս։ Մենք պատրաստ ենք։ Բայց մեր շարժման ուժը ընդհանրապես քաղաքացիական ցանկացած կառուցվածքի 3 բանում է։ Դա որ չկա ավտորիտարիզմ, մենք չունենք լիդեր հասկացություն։ Եթե ինչ որ ես 3 կարդացի Ազատություն ռադիոկայանի տեքստներ, որ ամբողջ աշխարհում տարածել էին, իմ խոսքերն էր գրված է շարժման լիդեր։ Ես բողոք եմ այդտեղ չկա, շարժում լիդեր չունի։ Կա նախաձեռնություն, որտեղ կան աշխատանքներ, որ պիտի կատարվեն այդքան բան։ Շարժումը որևէ այլ չափանիշներ բացի այս լեզվի հարցից չունի։ Այսինքն դու ինչ կուսակցությունից ես, ինչ հայացքներ ունես, ինչ կրոնական հայացքներ ունես, ինչ անցյալ ունես, ինչ ես աշխատում, մեզ չի հետաքրքրում։ Սա երկրորդն է։ Եվ երրորդը, որ այն քաղաքականացված չէ։ Այսինքն մենք որևէ քաղաքական ուժի մաս չենք կազմում։ Եվ այսքանով ավարտվում է, որևէ մեկը չի փորձում, ասենք, ուղղորդել։ Փորձեր կան եւ կլինեն, բայց ինչպես եք պատկերացնում, ասենք ես իմ համոզմունքներով հայ ազգայնական եմ, բավական եռանդուն։ Եվ մեր մոտ կան շատ ազատական հայացքների մարդիկ, որոնք իմիջիալոց սկզբից անգամ ասում են, իսկ գուցե դա ծնողի իրավունքն է, ինքը որոշի թե երեխան եւ այլն, մենք բացատրեցինք ինչ է կատարվում եւ նրանք մեր կողմնակիցներն են։ Ինչ որ բան իրենք ինձ բացատրել, այստեղ բոլորս հավասար ենք։ Ինչպես կարող է ասենք Հայ ազգային կոնգրեսի համակիրը եւ ես մի քաղաքական ուժի մեջ լինենք, դա չի լինելու բան չի, բայց կան ազգային արժեքներ, քաղաքացիական արժեքներ, մարդկային արժեքներ, ոչ միայն ազգային, որոնք մեզ պիտի միավորեն, այլ կերպ չեն միավորել, որ այս օրինենք էլ։ Այստեղ հիմնականը, ինչքան հասկանում եմ, լեզվի խնդիրը չէ, այստեղ խնդիրը ավելի գլոբալ եւ խորն է, քան մենակ, ասենք, մի 1000 կամ 2000 երեխայի օտար լեզվով կենսաբանություն կամ քիմիա դասավանդելը։ Եթե նույնիսկ գործարկվի այս դպրոցները, մենք ինչպիսի չասեմ աղետի, բայց ամեն դեպքում խնդիրների առաջ կարող են կանգնել, ասենք, մի 20 տարի հետո, 50 տարի հետո, այսինքն մի սերնդափոխություններ այն պետությունները մեկ օրինակ ընդամենը եւ կներեք աշխարհում նման փորձ կա տարալեզու դպրոցներ ունենալու։ Ես շատ դիպուկ մի օրինակ կբերեմ եւ շատ ողբերգական մի օրինակ, Լիբանանի օրինակը։ Երբ որ այնտեղ երկար տարիներ քաղաքացիական պատերազմ էր եւ այդ ծաղկող երկիրը գետին հավասարացվեց եւ մարդիկ զոհվեցին, լքեցին հայրենիքը, մի հանձնաժողով ստեղծվեց եւ սկսեցին քննել, թե ինչու էր դա այդպես։ Ինչու էր դա այդպես։ Եվ կարևորագույն կետերից մեկը այն էր, որ այնտեղ կան անգլիական դպրոցներ, ֆրանսիական դպրոցներ, տարբեր կրոնական համայնքների դպրոցներ, որտեղ տարբեր դասագրքերով էին անցնում պատմություն եւ տարբեր լեզուներով։ Այսինքն ապրելով նույն տարածքում մարդիկ ապրում էին տարբեր Լիբանաններում։ Եվ ամեն մեկ այդ պատերազմում կռվում էր իր Լիբանանի համար։ Միայն մեկ հայրենիքի գաղափարը անկախ մեր բոլոր տարբերություններից եւ բազմազանությունից
մեզ կփրկի այդպիսի սցենարներից։ Եվ ևս մեկ լիբանանյան օրինակ Ֆուշան այսպես կոչված, այսինքն գրական արաբերենը Լիբանանում գոյություն չունի։ Եթե դու գրական արաբերեն ես խոսում, ուրեմն դու հայ ես կամ եկել ես Սիրիայից։ Դա նշանակում է, որ էլիտար լեզուն, ինչ որ բարձր թեմաների լեզուն, հա, դա ֆրանսերենը կամ անգլերենն է, իսկ տեղական Լիբանանի բարբառը, որը մենք հայերս նույնպես տասնյակ բարբառներ ունենք եւ Փառք Աստծո, դարձել է փաստորեն խոսակցական այսպեսի լեզու։ Այդ դա է մեզ սպասում։ Մենք դրա դեմ ենք պայքարում, հանում մեր անկախ պետության, հայկական, որը պետք է բնականաբար լինի եւ իրավական, եւ ժողովրդավարական եւ այլն եւ այլն։ Այսինքն համաշխարհային նման փորձ կա, բայց այդ փորձը բավականին տխուր է։ Սարսափելի է տխուրը, եթե մենք այսինքն եվրոպական երկրներում կան նման օրինակներ, որովհետեւ շատ երկրներում նմանվել։ Ոչ, մենք իրենք օրինակներ բերեցին, բազես սուտեր բոլոր օրինակները, մենք քննեցինք, վտանգ նյութերը անեցինք, թարգմանեցինք, մեր ասեմ որ նախաձեռնության բոլոր անդամները 2-3 լեզվով ազատ գիտեն, չկա այդպիսի բան գոյություն չունի, ասենք Հունաստանում այդպիսի դպրոց կա, իմ ընկերս այժմ ապրում է Հունաստանում, իրենց երեխան ամերիկյան դպրոց է գնում, որտեղ իրենք Հայաստանի քաղաքացի են, օտար երկրացիներ են։ Հույն երեխա չկա այդ դպրոցում, բացառվում է։ Առնվազն ծնողներից մեկը պետք է լինի օտար երկրացի, այսինքն այլ երկրի անձնագրով։ Բայց բերում են այլ Ավստրիայի օրինակն են բերում, այո, այնտեղ կան երկլեզու դպրոցներ, բայց գերմաներենի հարցը այնտեղ ամենաբարձր մակարդակով է, դրա շուրջ սովորում են այլ լեզուներ։ Եվ ասեմ, որ այդ դպրոցների շրջանավարտները որևէ ոլորտում դեռ որևէ հաջողության չեն ասել, այդպիսի վիճակագրություն չկա։ Կարծեմ դպրոցներից մեկը պետք է լինի Թայլանդի, այդ ռեգենտական դպրոցն է Թայլանդի, գիտեք ինչ են իրենք ասում, ասում են 15, սարսափելի թիվ 15 հայ երեխա, ուրեմն Հայաստանում ըստ մեր տվյալների մի քանի հազար երեխա, այդ թվում էր Շիրակի մարզում ցավոք, դպրոց չեն հաճախում ընտանիքի սոցիալական խնդիրներից ելնելով։ Մենք դեպքեր ունենք գյուղերում, երբ երեխան դպրոց չի գնում, որտեղ կոշիկ չունի։ Ուրեմն այդ մի քանի հազար երեխաներից չի հետաքրքրում։ Իրենք մեզ ասում են 15 հայ երեխա տարեկան գնում է Թայլանդ, ինքնաթիռի տոմս է ծախսում, այդտեղ ծախս է անում, ծնողներից հեռու։ Ավելի լավ չէ դպրոցը բերենք այստեղ, որ տարեկան այդ 15 երեխան այստեղ Թայլանդում սովորի։ Այսինքն իրենց համար կան երկնագույն արյուն ունեցողներ, կարմիր արյուն ունեցողներ եւ երևի ինչ որ էակներ, որ իրենք մարդու տեղել չեն դնում։ Մեզ համար այդպես չի։ Մեզ համար այդ 15-ն էլ է շատ կարևոր, այն մի քանի հազարն էլ են շատ կարևոր։ Այստեղ ես Թայլանդի առումով էի ուզում հարցնել, Թայլանդում նման ասեմ որ Թայլանդը գուցե շատ զարգացած երկիր չի, բայց կոնկրետ այն տեխնոլոգիան, որ այդ դպրոցում կիրառվում է, կարծես թե որոշ երկրներում ճանաչում է ստացել, պետք է ճշմարիտ, բայց որքան մենք գիտենք եւ դա մենք ճշտելու ենք եւ ընդհանուր մինչեւ հանդիպել թայլանդական դպրոցի իրական ասենք հովանավորների եւ տերերի հետ, այնտեղ լեզվի խնդիր չկա։